Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն անդրադարձել է Ակտաուի շրջակայքում Ազալավիա ընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցմանը, նշել, որ Ղազախստանի տրանսպորտի նախարարությանը կից ստեղծված հատուկ հանձնաժողովը միջազգային հետաքննություն է անցկացնում վթարի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ռուսական կողմը սերտորեն գործակցում է հանձնաժողովի հետ։ Վերջնական զեկույցի հրապարակման ամսաթիվը դեռ հայտնի չէ, դա կախված կլինի երրորդ երկրների լաբորատորիաներում անցկացվող հետազոտություններից, մանրամասնել է Գալուզինը։ Փոխարտգործնախարարը հավատացրել է, որ հանձնառու են լիովին կատարելու Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև այս տարվա հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կանի ամենը, ինչն անհրաժեշտ է նման ողբերգական դեպքերում, հավելել է Միխայիլ Գալուզինը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը, խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին, ընդգծել էր, որ Ազալի ինքնաթիռի խոցումը չպետք է տեղի ունենար։ Դա ռուսական կողմի սխալի հետևանքն է եղել։ Իսկ միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը մեծ հիասթափություն է առաջացնում Ադրբեջանում, ընդգծել էր Ալիևը։ Նա հավելել էր, որ Բաքուն պատասխանատվություն չի կրում հարաբերությունների վատթարացման համար։ Սակայն Դուշանբեում ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում։ Ռուսական ուժերը հարվածել են Օդեսային, վնասվել են բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել։ Քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության և ջրամատակարարման։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, այդ թվում երեխաներ։ Ուկրաինան էլ ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Տուապսեի Ռոսնեֆթ նավթավերամշակման գործարանին, հաղորդվում է, որ բազայում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հոբ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 100-ից ավելի անօդաչու թռչող սարք, այդ թվում Կրասնոդարի երկրամասում։ Թիրախում են եղել նաև Բրյանսկի, Լիպեցկի, Կալուգայի, Բելգորոդի, Մոսկվայի և այլ մարզեր։ Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Թեհրանից հայտնել են, որ Մասուդ Փեզեշքյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ գործակցությունը, հարաբերությունների ռազմավարական մակարդակը և ընդգծել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Կրեմլից հավելել են, որ օրակարգում են եղել շփումները էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նաև ռուսական կողմի ձևակերպմամբ Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Նովգորոդում Ռուսաստանի նախագահի նստավայրի ուղղությամբ ԱԹՍ են արձակել Սումիի և Չեռնիգովի մարզերից։ Գերատեսչությունից նշել են, որ կառույցը վնասներ չի կրել։ Նշվում է, որ հայտնաբերվել է Ուկրաինայի զինված ուժերի 91 անօդաչու թռչող սարք։ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է ՌԴ նախագահի նստավայրի դեմ հարձակում կազմակերպելու մասին Մոսկվայից հնչող հայտարարությունները։ Մեր բանակցային թիմը կապ է հաստատել ամերիկյան թիմի հետ, նրանք ուսումնասիրել են բոլոր մանրամասները, և մենք հասկանում ենք, որ այդ տեղեկությունը կեղծ է, նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենան Կիևի և եվրոպացի գործընկերների բանակցությունները, նախ խորհրդատվական մակարդակով, այնուհետև նախատեսված է երկրների առաջնորդների հանդիպումը Ֆրանսիայում։ Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Վաշինգտոնի թիմի հետ շփումները, շնորհակալություն հայտնել Դոնալդ Թրամփին ներգրավվածության համար։ Նա հայտնել է, որ Սպիտակ տան հետ քննարկում են պատերազմի դադարեցումից հետո Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Դա լուրջ քայլ կլիներ անվտանգության երաշխիքների տեսանկյունից, շեշտել է Զելենսկին։ Նա նաև տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփը կօգնի Ուկրաինային հոբ համակարգերով։ Նախագահը հավատացրել է, որ Կիևը հանձնառու է շարունակելու բանակցությունները, ինքն էլ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով։ Զելենսկին նշել է, որ խաղաղության ծրագրի վերաբերյալ առաջին փաստաթղթերը պատրաստ կլինեն ստորագրման համար արդեն հունվարին։ Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կայցելի Ուկրաինա, ինչը օգտակար կլինի երկրի համար։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, հուսով է, որ հնարավոր կլինի խուսափել Իրանի հետ էսկալացիայից։ Հուսով եմ, նրանք նույնպես դա ցանկանում են, ասել է Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Իրանը վերջերս հրթիռային փորձարկումներ է իրականացրել, նաև մտադիր է վերականգնել հունիսյան ռմբակոծություններից տուժած միջուկային և հրթիռային կարողությունները։ Բայց վստահ չեմ, որ նրանք որոշել են հատել սահմանը, քանի որ կարծում եմ լսել են նախագահ Թրամփի նախազգուշացումները և գիտեն ինչ կարող է տեղի ունենալ, հավելել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին էլ խոստացել է արձագանքել հնարավոր հարձակումներին։
Կամբոջայի հետ հրադադար կնքելուց հետո Թայլանդը Պնոմպենին է վերադարձրել կամբոջացի 18 զինվորականի։ Նրանք Թայլանդում պահվել են 155 օր սահմանային բախումների սկսվելուց հետո։ Ակնկալվում էր, որ զինվորները պետք է ավելի շուտ փոխանցվեին, սակայն Թայլանդը հետաձգել է գործընթացը, մեղադրելով Կամբոջային 250 անօդաչու թռչող սարքերով երկրի օդային տարածքը խախտելու համար։ Օրեր առաջ կողմերը կրկին համաձայնագիր են ստորագրել սահմանի վիճելի հատվածներում բախումները դադարեցնելու վերաբերյալ։ Կամբոջան եւ Թայլանդը հրադադարի էին հասել նաեւ 2025 թվականի հուլիսին Մալայզիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, սակայն սահմանային միջադեպի պատճառով ռազմական գործողությունները վերսկսվել էին։ Դիանա Գասպարյան, լուրեր։